Ասում առավոտ 8-ին եկել էին դատարանի որոշումով խուզարկություն անելու ամբողջ տունը խուզարկել են պատվալից միջև տանիք տարել են 2 երեխայից հեռախոսները, մի հատ երեխայից պլանշետը եւ այո Դե անջատված հեռախոսեր էլի դարակը գցած դրա համար։ Ահաբեկչության համար ոչ մի հարմար բան չգտնվեց։ Ահաբեկչության հարմար ոչ մի հարմար, ոչ թե հարմար, այլ ընդհանրապես ոչինչ չեն գտել։ Մետաղալար աստղիկներ որ Ոչինչ չեն հայտնվում։ Ինչի մասին եք խոսում որովհետև հենց նոր Հովհաննեսին Խուդոյան թույլ չտվեցին, որ նա ներս մտնի։ Փաստաբանը կես ժամ ուշացումով եկել է, բայց փաստաբանին թույլատրել են խուզարկությանը մասնակցել։ Իսկ հարցեր հնչել են ձեզ ուղղված թե դրա։ Ոչ, հիմա ասել են, որ առաջիկա ժամերին կհրավիրեն քննչական կոմիտե հարցակնության։ Որևէ փաստաթուղթ, որևէ բան դարակներից չեն գտել, չեն տալի։ Ոչինչ չեն գտել, ես համոզված եմ, որ երեկվա դավաճան իշխանությունները ինչ որ փաստաթուղթ էին գցել։ Այդ փաստաթուղթը հեղաշրջման պլանը երեք մտածում ենք որ դա միտումնավոր են արել այսօր արդեն համոզված ասում են որ այդ պլանը գցել են այդ անհեթեթ պլանը որպեսզի այսօր իրականացնեն այս խուզարկությունները որտեվ հստակ ասեմ վախեցած են Սրբազանի ասած վախը ծնկների մեջ է բայց հստակ ասեմ որ մեր պայքարը մեր հայրենիքի համար է արժանապատվության համար է մեր եկեղեցու համար է եւ այս որ փորձում են մեզ լրացնել, վստահաբար ասում են ոչ միայն ինձ, այլ իմ պայքարի ինգեների, մեր պայքարի ժողովրդին, ովքեր պայքարում են, որ ունենան չթուրքացած Հայաստան, չեն կարելու լրացնել։ Պարոն Սարգսյան, ամեն դեպքում են հոդվածները, որոնք արդեն շոշափվում են պաշտոնական հաղորդագրություններում, որ բավականին սարսափելի հոդվածներ են համարյա ՑՄԱ դատապարտման ենթակա բաներ են, այո, ահաբեկչություն, այսինքն տեղրակ պլանավորել Սրբազան հոր հետ։ Ինչ կասեք այս մասով, այսինքն սրանք երկարաժամկետ պլաններ են մինչև 26 ընտրություններ գուցե մի բաներ ավել, թե մայրաթոռ ներխուժելու եւ վեհափառի հետ իր երազած կոնֆլիկտին հասնելու ճանապարհն է մաքրում այսպիսով։ Սյուզի ջան, ես այս գործողություններին ծանոթ եմ դեռևս 22 թվականից, երբ որ մեր Սյունիքի համայնքի ղեկավարներին կալանավորեցին, սա դրանց վախն է։ Հիմա այս նույն պրոցեսը իրականացնում են Ոչ մեկ չի դարել ոչ ընդդիմադիր են, պայքարի մեջ են, Փայլակ ջան, հիմա դրա ժամանակը չի, հիմա կոնկրետ սրա հետ կապված հարցեր ասում եք։ Ձեր տանը խուզարկությունների ընթացքում ինչ որ բան հայտնաբերվել։ Չէ, ոչինչ չի հայտնաբերվել։ Ոչինչ չի հայտնաբերվել, են իրանց ինչ որ գրել էին, ինչ որ հեղաշրջում ենք ուզում անենք, ահաբեկչություն ենք ուզում անենք։ Այո, տարել են 2 երեխաներից հեռախոսը, մի հատ պլանշետ, տղայից պլանշետը եւ մի քանի փաստաթուղթ։ Ձեր մարզի տանը տուն փորձել են ներխուժել ձեր Չէ, Երևանի մեր Ուլնեցի ու 10 տուն են եկել, որտեղ այս պահին ես փաստացի բնակվում եմ։ Արդեն ձերբակալվածներ կան, ինչ եք կարծում, ձեզ ինչ կարգավիճակով են ընդհանրապես հրավիրել հարցությունից։ Ճիշտ ասած տեղյակ չեմ, բայց բնականաբար որ ձերբակալվածներ կլինեն, կալանավորումներ կլինեն, ես վստահաբար ասում եմ դա տենց։ Դուք Սրբազանի տուն գալիս եք, ինչ տեսել եք, ինչ բաներ Չեն ասել են փաստաբանի հետ կապնվել են, փաստաբանին տեղյակ կպահեն։ Պարոն Սարգսյան, դուք Բագրատ Սրբազանի հետ շատ մտերիմ եք, միասին եք այս ամբողջ ընթացքում եղել Սրբազան պայքարից հետո էլ այդ քննչական կոմիտեի նկարագրած գործողությունները, որ 25 հոգանոց խմբեր եք ուզեցել ձևավորել մի 1000 հոգով ահաբեկչություն անել, դրա մեջ ինչ որ տեղեկություններ ունեք դրա հետ կապված ու դրա մեջ ներգրաված եք եղել թե չէ, ահաբեկչություն եք ուզել անել։ Սրբազանը իմ եղբայրն է եւ ես առանց թաքցնելու ասեմ, որ ես 1 տարվա ընթացքում 24 ժամ իր հետ եմ եղել պայքարի ամբողջ ընթացքում եւ մեր պայքարը, որը եւ մայիսին տեսել եք փողոցում, սահմանադրական կարգով, օրենքով այս իշխանությանը հեռացնել եւ ունենալ հայրենիք արժանապատվություն։ 24 ժամ որ այստեղ եք եղել, տեղյակ եք ինչ թղթեր էին, որոնք կարող էին այստեղից գտնեին եւ կանեին։ Ես չեմ կարծում ստեղ ինչ որ թղթեր լինեն կամ ինչ որ բան լինեն, ստեղ ընդհանրապես կարան լինեն այն ակցիաները, որ իրականացնում ենք, բոլորը տեսնում եք, չեմ վստահում, կարան լինեն այս պաստառները, ընդհանրապես ոչինչ չի կարող լինել ստեղ։ Սարգսյան, ինչ մենք զրուցում ենք, այստեղ քննչական կոմիտեն է ձայնագրություն հրապարակել, ընդդիմադիրների մասնակցությամբ, թե ինչպես են էլի հեղափոխություն պլանավորում, հենց իրենց պաշտոնական էջում է հրապարակվել ձայնագրություն։ Ժորժ ջան, ձայնագրություններ կարան սարքեն, հրապարակեն, ամեն ինչ կարող են անել։ Փաստն է նա, որ
պլանավորում չի եղել, այդ ինչ որ իրանք արել են, այն ինչ որ արել ենք, տեսել եք, փողոցային անանազանդության ակցիաներ, որը եւ արել ենք, մի տարի անում ենք ու շարունակական գնում է։ Եվ նրանք հասկացել են, որ այս ամեն ինչը ձնագնդու պես կարա մեծանա եւ խնդիր առաջանա, փորձում են իրանց այն կեղծ օրակարգով օրենքի բացակայությամբ ինչ որ ուզում են անում են։ Բնականաբար դուք բոլորդ լսել եք, որ այս երկրի ղեկավարը այնօրն ասել է, որ ԱԱԾ պետին ես ինչ հրաման տամ, պարտավոր է իրականացնել։ Ինչի մասին ենք խոսում։ Ինչ կուզեն կանեն, վստահաբար ես ասում եմ, ես դրա համար չեմ զարմանում։ Ես հիմա վստահ ասում եմ, որ կարող է մի ժամից ինձ կալանավորեն։ Իմիջիալոց ասեմ, դրան պատրաստ եմ, ես ինչ որ եղել է, ես մի քանի անգամ այս process-ով անցել եմ։ Իմ ընտանիքն էլ է դրան պատրաստ, իմ 4 անչափահաս երեխաներ են դրան պատրաստ։ Եվ մեր պայքարը շարունակվելու է։ Դուք այս կեցավայր ելումուտ ունեցել եք, մտել եք, տեսել եք քիչ առաջ ահացականների, ինչ որ Եռանկյունի ճանապարհային երթևեկության նշան հանեցին տնից եւ դրեցին Բեռնախցիկում մեքենայի։ Ինչ նշան էր դա, ընդհանրապես ինչի համար է, տեղեկություններ ունեք այդ նշանից։ Դրանով Չգիտեմ, որ հանել են թե չէ, եթե Եռանկյունիով կարելի է աբեկցություն անել, եւ նինջայի նման էս պետք է պատտեն գնալ Նիկոլի վիզը կտրվեր, երևի հնարավոր է։ Եթե դες նշան եղել է, բնականաբար ասում եմ ակցիա անում, եթե կարող է այդ ակցիան կպցնելու համար նշանը դնել, որ հանկարծ մեր երեխաներին վթարի չի ենթարկի։ Եթե դες նշան ասում եք փաստացի տեսել եք եղել է, բայց նշանով ակցիա չեն անում։ Եթե մեր մեջ նինջա կասես պետք է պատտի գնա ինչ որ մեկի վիզը կտրի, ինչ ասեմ Ժորժ ջան։ Լավ ինչ եք մտածում, ասենք այս սցենարը ամեն անգամ ինքը կրկնում է, ամեն անգամ դատարաններ եւ այլն, ու սենց երկարաձգվեց։ Փաստացին նա երրորդ սրոկին է պատրաստում իր պաշտոնավարման եւ չի էլ թաքցնում։ Հիմա դուք մտածում եք, որ նա այսպեսով փորձում է ստուգել իր քաշը քաղաքական, որպեսզի ձեր հետ գնա բանակցությունների իր հետագա ճակատագրի հետ կապված, թե վերընտրվելու համար, թե վեհափառի տուն գնալու համար, ներողություն, վեհարան գնալու համար իրավիճակ է ստեղծում, որ ամեն մեկը Ես հստակ իմ կարծիքի եւ իմ վերլուծությունն ասեմ։ Նա այլևս հստակ հասկացել է, որ ժողովրդի աջակցությունը չունի։ Երկրորդ տարբերակը մնում է վախի մթնոլորտ ստեղծի։ Այս ամեն ինչը արվում է այս ռեպրեսիաները, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծի, բայց ես վստահ եմ, որ հայ ազգը վախեցող չի եւ իր կամքը ցույց կտա եւ կդրսեւորի։ ասում եք հայ ազգը վախեցող չի, առավոտից այստեղ ենք պարոն Սարգսյան, ինչ որտեղ գուցե տարակուսելի, ինչ որտեղ ձեզ համար վիրավորական է, որ այսպես մի ամբողջ թաղամաս սեփական տներով հարևանները բակից սուրճ են խմում, բայց որևէ մեկը չի հարցնում, այս ինչ է կատարվում, ինչու եք այսպես լցվել, ահացազորքով եւ այլն։ Այսինքն սա տիպիկ պատկերը չի այն իրավիճակի, որում մենք կանք։ Սյուզի ջան, բնականաբար մի թաղի բնակիչների մոտեցումով պետք չէ կարծիք կազմել ամբողջ ազգի հետ կապված, բայց ես վստահ ասում եմ, որ սա իշխանության կռիվ չի, սա կուսակցական կռիվ չի, սա մեր լինել չլինելու կռիվն է, դա մենք իմ ասելով չի, բոլորս տեսնում ենք թե ինչ է կատարվում։ Արդեն հասել ենք եկեղեցուն։ Փալյակ ջան, երկու ընդդիմադիր падգամավոր մեր տունն էին, երկուսը ուրիշ տեղ են, 4-ը ուրիշ տեղ են, բազմաթիվ ձերբակալվածներ կան եւ այդ ձեր մոտեցումը շատ սխալ է։ Կոնկրետ երկու падգամավոր Արման Ղազարյանն եւ Աննա Գրիգորյանը խուզարկության պայից եղել են մեր տունը եւ ամեն խուզարկվող այս պայն ցանկը ես չգիտեմ, բայց 15-20-ից ավել են, ամեն տեղ երկու падգամավոր, տեսեք ինչ է կատարվում։ Օրինակ ես նոր Facebook-ում եմ տեսել, որ Գեղամ Մանուկյանը հենց հիմա գտնվում է Իգոր Սարգսյանի տան մոտ։ Ահա, այս աշխատակիցները դիմակայ